Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Միթե ձեր եղբայրները պատերազմի գնան և դուք այստեղ նստեք, Թվոց 32:6։ Բարեկամական կապերը որոշակի պարտավորություններ են ենթադրում։ Ռուբենյաններն ու Գադյանները եղբայրաբար չէին վարվի, եթե իրենց վերցնեին արդեն նվաճված տարածքները, իսկ մնացած ժողովրդին թողնեին միայնակ պատերազմելու իրենց բաժնի համար։ Անցած դարերի սրբերի ջանքերի և տառապանքի շնորհիվ մենք շատ բաներ ենք ստացել, և եթե հիմա ի պատասխան ոչինչ չենք անում Քրիստոսի եկեղեցու համար, ներդնելով մեր ողջ ուժն ու կորովը, ապա արժանի չենք նրա շարքերում ընդգրկվելու։ Մյուսները քաջաբար պայքար են մղում դարաշրջանի մոլորությունների դեմ կամ կորսվողներին են պեղում մեղքի ավերակների ու փլատակների միջից, և եթե մենք մեր ձեռքերը ծալում ու պարապության ենք մատնվում, ապա կարիք ունենք զգուշանալու, որ «Մարով զի» անեծքը (Դատավորաց 5:23) չթափի մեզ վրա։ Այգու տերն ասաց. «Ինչու եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել» (Մատթեոս 20:6)։ Եվ ինչ արդարացում ունեին պարապ մարդիկ։ Անձամբ Հիսուսին ծառայելը բոլորիս համար առանձնահատուկ կարևորություն է ստանում, երբ տեսնում ենք, որ ոմանք անկեղծ ու կենսուրախ սրտով են անում դա։ Նվիրված ու եռանդուն սպասավորների տքնաջան աշխատանքը ամոթով կթողնի մեզ, եթե մենք անգործ նստենք ծուլության մեջ։ Փորձությունից փախչելը մեծ գայթակղություն է նրանց համար, ովքեր հանգստության մեջ են Սիոնում։ Նրանք պատրաստ են խուսափելու խաչից, միաժամանակ հուսալով, որ փառքի պսակն են կրելու։ Նրանց համար այս երեկոյի խորհրդածության նյութը շատ տեղին ու կարևոր է։ Եթե ամենաթանկ ու սիրելի մարդիկ կրակի մեջ են փորձվում, միթե մենք կարող ենք փախչել հնոցից։ Եթե ադամանդը սրաքարով է հղկվում, միթե մենք կատարյալ կդառնանք առանց տառապանքի։ Ով կհրամայի քամուն դադարել փչել, միայն որովհետև ծովում մեր նավակն է լողում։ Ինչու՞։ Կամ ինչ հիմքով մեզ հետ պետք է ավելի լավ վարվեն, քան մեր Տիրոջ հետ են վարվել։ Եթե անդրանիկն իր մաշկի վրա է փորձառել գավազանը, ապա ինչու պետք է նրա փոքր եղբայրները զերծ մնան դրանից։ Վախկոտ հպարտությունն է, որ փափուկ բարձ և մետաքսյա մահիճ է ընտրում խաչի զինվորի համար։ Շատ ավելի իմաստուն է նա, ով մեկ անգամ հնազանդվելով Աստծո կամքին, աճում է նաև դրանով գոհանալու շնորհքի մեջ և այդպիսով սովորում է շուշաններ հավաքել խաչի տակից և Սամսոնի պես մեղր հանել առյուծի երախից։